Ու դες ինչ համար ես բանս այսօր եկեղեցիների մեջ այդ բանը կա, հավատացյալների մեջ այդ բանը կա։ Դենքան զգուշ եղնից հավատացյալի հետ, հանգարց մի հատ սխալ թույլ չտաս, որպեսզի քո վրայով չանցնի։ Դες ինչ Աստծո մեջ դու պիտի ազատ եղնես։ Այստեղ պետք է մեկս մեկից ծածկենք, մեկս մեկից սիրենք, մեկս մեկից բարձրացնենք։ Թե ինչով կտարբերվենք այն մարդկանցից։ Եվ Աստված, որ ամեն ինչը ստեղծեց գազաններին ու գազանավարի կաբրին, մարդը գազան չէ։ Մարդը, Աստծո մարդը, ինքը տարբեր է։ Աստված իրան իշխանություն է տվել, զորություն է տվել տիրելու, իշխելու, ոչ թե հալածելով տիրելու աշխատանքով, այլ ընկածին բարձրացնելով։ Ես երկիրը կառուցելով, ես երկրի մարդկանց օգնելու, դեպի Աստծուն բերելու։ Այս է մեր կոչումը, այս է մեր կանչը, այս է մեր ընտրությունը։ Ամեն։ Ու շատ կարևոր է մենք Աստծո խոսքը ճիշտ ձևի կարդանք, Աստծո խոսքը խորությամբ հասկանանք։ Մենք այս երկու շաբաթ է ուղղակի ոչ բոլորը մասնակցենք, ես որոշել եմ այսպես ամառային, մի հատ ճամբարային բան կազմակերպենք, մենք շատ անգամ ստեղ հավաքվանք, իրիգունները մեր տանկող կհավաքվանք, բաներ զակաց տվեցինք, կերանք, շփվանք, շատ լավ օրեր անցավ ու ինչ-որ հարցեր կուտայի ավելի խորը, որ մենք Աստծո խոսքը ավելի խորությամբ գիտենանք։ Դες ինչ Աստծո խոսքը Աստվածի մեջ գրված բոլոր բառերը իրենք որ գրված է Աստծո խոսքը Աստծո շունչն է եւ օգտակար է, չէ՞։ Դες ինչ օգտակար է, բայց ամեն խոսք չէ, որ մենք պետք է օրինակ վերցնենք։ Ունա գիտեք, որ կա Աստվածի մեջ պատվիրաններ, որոնք որ իրենց մեջ մագը կրեն։ Այն 10 պատվիրաններն որ այսօր եկեղեցիների մեջ պատերին կխփեն ու կքարոզեն ու կսենտեստիկ իշքան լավ պատվիրաններ են։ Ուրիշ Աստված մի ունեցի, Աստծո անունը դատարկ տեղը բերանդ մի առ, ծնողից պատվիր, այս արա, այդ պատվիրանները իրենց մեջ 2 Կորինթացիս 3 գլխի 7-րդ խոսքը ասում է, որ նրանք իրենց մեջ մահ են կրում։ Ինչի համար մահ են կրում, իրանք պատբաներ չեն ասում, բայց իրենք պարտադրում են։ Էսի չնես, էսի չունենաս, էսի չնես, լփորձե քո երեխուն սա, էսի չնես, սրան չկպնիս, էսի մինչերա, էսի բանը մահ կրող է։ Դու պարտադրանք կենես։ Նույնն Աստված ինքը պարտադրանք տվող չէ, ուղղակի այդ պատվիրանները ինքը տվեց ու այսօր քրիստոնեական աշխարհը չհասկանալով այդ որ գրված է գրքի մեջ։ Այդ բաները կքարոզե, այդ բանը կսորվեցնե։ Այսօր նոր է ապաշխարը։ Մեր առաջնորդը մի հատ աղբեր կար, Հովիկ էր անունը, ջահել էր։ Նա կամ Աստվածաշունչը բացեց, մեկ է նստած, կարող է համար քուրը հիշել, անգին քուրը հիշել։ Ու ասեց, եթե մեկը բոլոր այս պատվիրաններից մեկը չպայե, բոլորը պայե, մեկը չպայե, անիզյալ լինի, եւ թող ժողովուրդը ասեն ամեն, ու մենք բոլորս ամեն կսեինք։ Եթե հանգարց այս պատվիրանը չպայե, թող անիզյալ լինի, եւ մենք կսեինք ամեն, գրված է, բայց չի նշանակի ճիշտ է։ Ես ոչ թե դադելու համար ասեմ, նույնն է, ես եմ իր մագարտագին եղել, ես էլ եմ իրապես մտածել։ Համար, եթե գրված է Աստվածաշնչի մեջ, մի հատ տեսնենք ինչի համար է գրված։ Աստված ինքը բերեց օրենքը, որովհետեւ մեզի ցույց տա, որ մենք օրենքով չենք կարող փրկվել, օրենքով չենք կարող արտանանալ, որովհետեւ դեպի իր շնորհին գնանք։ Հասկանալի է։ Համար այդ պատվիրանները 10 պատվիրանները, որ այսօր հավատացյալները դոշերին կգրեն, եսիմ չդեմ ուդեխը գրեն, պատերին կգրեն ու բարձրան այդ պատվիրաններով 2 Կորինթացիս 3 գլուխ 7-րդ խոսքը ասում է, որ Մոսեսը այդ քարերն որ բերեց ու վրային 10 պատվիրան կար, իրենց մեջ մակա։ Հասկանալի է։ Այսինքն այդ պատվիրանները մեզի պետք չեն։ Ու Աստվածաշնչի մեջ կա մի հատ ուրիշ պատվիրան։ Շատ ուժեղ պատվիրան, որ մեռածին հարություն է տալիս, սովածին հաց է տալիս, հիվանդին բժշկություն է տալիս։ Քո բոլոր կարիքները հոգում է։ Գիտես ինչ պատվիրան է։ Մի վախեցիր։
Ու պրոստը ոչ թե մի վախեցիր, այլ մի վախեցիր, որտեղ ես քեզ հետ եմ, ասում է զորացտերը։ Ես քեզ հետ եմ, որպեսզի քեզի բժշկեմ։ Ես քեզի հետ եմ, որպեսզի քեզի փրկեմ։ Ես քեզի հետ եմ, որպեսզի քեզի կյանք տամ եւ ավելին տամ։ Ես քեզի հետ եմ, որպեսզի պաշտպանեմ, փրկագնեմ։ Ես քեզի հետ եմ, որպեսզի քեզի հաջողություն տամ։ Ես քեզի հետ եմ, որ քո երեխեքդ օրհնված լինեն։ Ես քեզի հետ եմ, որ դու տնից դուրս գաս օրհնված եւ օրհնված վերադառնաս, ես քեզի հետ եմ։ Հասկանալի է։ Մեր Աստված ինքը իմաստուն Աստված է, ինքը չի ստեղծել մեր օրենք, մեր բան, որով մեզի կարող է դատապարտել, վախի մեջ գցել։ Նույնն մեր երեխեքին, գիտես ինչ կա, մենք չպետք է երես տանք, որ ոչ էլ դատապարտենք, այլ մեր օրինակով ցույց տանք, որ դες ինչ կա, դու արժան ես իմ բալես, դու պետք է զորավոր լինես, որտեղ Տերը քեզ հետ է ով զորավոր։ Գեդեոնը որ եթե սպես է, ինչի սպես բաներ չկա, դու քեզի հարստու, ինչի էս բաները չկա, ինչի էս զորությունները չկա։ Միգուցե իմ մեջ է խնդիրը, Աստված միշտ բարի, Աստված երեք, այսօր եւ հավիտյանս նույն է, խնդիրը իմ ու եւ քո մեջ է, որ մենք այդ այսօր մեր բան չունենք։ Աստված իր որդուն տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ավելին ունենանք։ Եվ Հիսուսը խաչի վրա սա կատարվեցավ, դու բժշկված ես, կատարվեցավ, դու հաջողակ ես, դու կատարվեցավ, դու աղքատությունից բրձար, կատարվեցավ։ Խնդիրները բոլորը քո ոտքերի տակն են։ Նստի իմ աչքում, մինչև քո բոլոր խնդիրները քո ոտքերի տակ դնեն։ Նման մենք պետք է գանք Տիրոջ առաջ։ Ես չեմ ասել բացառիկ բաներ կարող է մենք չկրնանք գանք, գործ ունենանք, բայց ամեն քրիստոնյա պետք է դասին ժամանակ գտնի, որ Տիրոջ տուն գա։ Տիրոջ տուն գա, որպեսզի Աստծո խոսքն ասի, որպեսզի իր հավատքը այդ շաբաթվա մեջ զորանա։ Այդ մեր շաբաթվա մեր օրները շատ քիչ է։ Համար ասել եմ օրեր կան, արեք, բայց հարմար չի աշխատող եք, մենք իրիգունը կարող ենք հավաքվել։ Գանք մի հատ կոֆե խմենք, չայ խմենք, ձմեր ուգեմ ուտենք, հացել ուտենք, նստենք շփվենք Աստծո խոսքի շուրջ, որպեսզի մեր հավատքը զորանա, որպեսզի իմ ծառայությունս էլ արդյունք տա ձեր կյանքի մեջ։ Ամեն։ Մի օր Հիսուսը մեկին ասեց. մի վախեցիր, միայն հավատա։ Մի վախեցիր, միայն հավատա։ Ինքը չասեր մի արա, մի արա, մի արա։ Հասնաս։ Ասես մի վախեցիր, միայն հավատա։ Անգամ Աստված Աբրահամին ասեց. Աբրահամ, մի վախեցիր։ Ես եմ քո վահանը։ Քո վարձքը խիստ մեծ է։ Դեք ինչ, դինայենք Աստծո խոսքին, որը շնորհքի խոսքն է, որը բարձրացնող խոսքն է, ոչ թե դատապարտող խոսքն։ Աստվածաշնչի մեջ կա դատապարտող խոսքեր, օրենքի խոսքեր եւ կա շնորհքի խոսքեր։ Ինչի համար են օրենքի խոսքերը, որովհետեւ մեզի բացատրե ցույց տա, որ տղա ջան, աղջիկ ջան, դու օրենքով ես, քո ուժով ես, քո կարողությունով ես, քո քրդինքով ես չես կարող կատարյալ լինես։ Ինչ որ բան կարող ես ձգես, մի բան անես, բայց Աստծո շնորհը կատարյալ է։ Ամեն։ Ու մենք գնանք դեպի այդ կատարելությունը։ Գնանք Տիրոջ շնորհին։ Հիսուսի զորավորնով։ Տիրոջ շնորհը կաշխատի, երբ որ մենք հավատքով կքայլենք, ոչ թե մեր կարողությունով։ Ամեն։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի մեջ այդ կարևոր մի լավ խոսք կա, 8-րդ խոսքը շատ կսիրեմ ես։ Եթե ով Աստվածաշունչ ունի, կուզեմ որ դուք եք բացեք, կարդանք։ Մենք լուսի որդիներ լինելով, դες որ դու լուսի որդի ես։ Դու խավարի որդի չես։ Դու լուսի մեջ ես։ Դու լույսին ես, որտեղ քո Աստված լույս է եւ նրա մեջ բնավ խավար չկա։ Ծարտուն լինենք լուսի որդիներ լինելով։ Որդիցելով դուստեր է կարող ես լինել։ Եվ հագնենք հավատքի զրահը։ Այսինքն հավատք զրահը քո հագուստն է։
Դու հագնես մի բան, որը քեզի պիտի տակ պահե, որով դու պիտի ապրես, որը քեզի կպաշտպանե, հավատքդ ակտիվացնես։ Եվ փրկության հույսի սաղավարտը դիր գլխիդ։ Դες ինչ հույսը վաղն է։ Փրկությունը մեր եսօր չէ, վաղն է։ Մեր հոգին փրկված է բոլորիս։ Մեր մտածելակերպը նորոգվում է եւ փրկվում է այսօր, մեր խոսքը լսելով, Աստծո խոսքը լսելով։ Բայց մեր մարմինը կփրկվի, երբ որ Հիսուսը եկավ մեզի տարավ։ Այսինքն կատարելապես մենք փրկված չենք։ Համար մենք հույսով ենք փրկված։ Հույսը վաղն է, հավատքը եսօր է։ Համար եսօրվա քո կյանքիդ մեջ այդ հավատքի զրահը հագի։ Դու հավատքով պիտի ապրես։ Դու հույսով չպիտի ապրես։ Ունենամ, հա։ Անկամ մեր երեխեքը բեմադրություն է, միշտ պատմել եմ, Ռեբեկն որ կազմակերպել է այդ բեմադրությունը, շատ ուժեղ էր։ Սատանեն կկանչի այդ դևերին ու կսեմ հավատացյալներին մեվանով խապեք։ Մեկը սկսպես կխապե, մեկը սպես կխապե, մեկը ըմբես։ Սատանեն սավ չէ կանա։ Կսեմ մեկ ուրիշ ոք եկավ։ Իշտամ կսեմ հավատացյալներին, որ դուք կրնակ իշտակ եկեղեցի։ Դուք կրնակ Հիսուսին հավատակ։ Բայց ոչ թե այսօր եկուց։ Ու եկուցը երբեք չի անի։ Եկուց կուկամ եկեղեցի։ Եկուց հարևանիս համար կաղոտեմ։ Եկուց։ Եկուցը չի գա։ Եսօր է հավատքը։ Եթե մի բան կարող ես դու եսօր անել, մի դիր եկուցվա վրա։ Սատանեն մի հատ ուրիշ հնարքում կգտնի, քեզի կսե եկուց, ռուսի զավթրան է։ Հավատքը եսօր է։ Եթե դու ինչ-որ կարիք ունես, եսօր Աստված կուտա։ Աստված քեզի ամիսեմ հետո չի տա։ Եսօր Աստված քեզի իջնեմ հետո եսիմ եփ չի տա։ Հետո հույսն է։ Իսկ արդարը ինչով կապրի։ Իր հավատքով։ Համար հավատքի զրահը հագեք։ Հավատքի շորերը հագեք։ Հավատքով ապրեք։ Համար ես ամեն անգամ տեսնիք որ կաշխատիմ ձեզի հավատքի խոստամ, որովհետեւ քո հավատքը զորանա։ Քո հավատքը ամուր լինի։ Որովհետեւ դու քո բոլոր կյանքի բնակավարների մեջ հաղթող լինես։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 9-րդ խոսքը։ Որովհետև Աստված ապրիդելիլ, հայերեն չախկերանի, նախասահմանեց, չէ, որոշեց, մեզ, ոչ թե բարգության համար, լսե Աստված քեզի սահմանել է ոչ թե բարգության համար, որ դժող գցեի կամ ինչ-որ տանջանքների մեջ, ինքը սահմանել է մեզի ոչ բարգության, բայց որովհետեւ մենք ստանանք փրկություն Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ միջոցով։ Լսես, Աստված մեզի սահմանել է փրկության համար, Աստված մեզի չի սահմանել դատապարտության համար։ Աստված չի սահմանել որ դու հիվանդ լինես, Աստված սահմանել որ դու առողջ լինես Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ միջոցով։ Աստված չի սահմանել որ դու աղքատ լինես, Աստված սահմանել որ դու հարուստ լինես բարի գործերի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հասկանալի է։ Աստված չի սահմանել որ դու տարապիս ինչ-որ զուրկ լինես ինչ-որ բաներից, Աստված սահմանել որ դու օրհնված լինես տարբեր կողմանը։ Ամեն։ Գրված է 10-րդ խոսքը, որ մեռավ մեզ համար, որովհետեւ մենք թե քնածենք, թե արթունենք, նրա հետ ապրենք։ Լսես, շատ ուժեղ խոսք է։ Նա մեռավ մեզ համար, որովհետեւ թե մենք քնածենք, թե արթունենք, նրա համար ապրենք։ Նրանով ապրենք։ Նա կենտանի լինի մեր հարաբերության մեջ լինի, մեզ հետ լինի։ Սրա համար այս լուրը մեգիտ ասեցեք։ Շինություն տվեք մեգիտ այս խոսքի միջոցով։ Ինչպես որ այդ բանը դուք անում եք։ Հուսով եմ որ անում եք։ Այստեղ դες Պողոս Արաքյալը ասում է, բայց մի բան խնդրում եմ եղբայրներ։ Հարգեցեք այն առաջնորդներին, որոնք որ ձեր կյանքի համար ինչ որ հոգ են տարել։
ծառայել են եւ ծառայում են։ Իրենց պատվեք ավելին քան մյուսներին, 13 խոսն է։ Եվ աղաչում եմ նույնպես ձեզ, եղբայրներ եւ քույրեր, որ ով որ մի քիչ չի հասկանա, նրանց խրատեք, մխիտարեք, ով որ թույլ է մտածելակերպով, պաշտպանեք թույլերին, համբերություն ունեցեք մեկդ մեկիդ նկատմամբ։ Տեսեք հանկարծ որևէ մեկը ձեզանից չարին չարով չպատասխանե։ Բայց ամեն անգամ փնտրեցեք բարին մեկդ մեկիդ համար։ Միշտ ուրախ եղեք, միշտ աղոտ կարեք, ամեն բանի համար շնորհակալություն հայտնեք Աստծուն Հիսուսի անունով, հոգին մի մարեք, մարգարեությունը մի անարգեք, ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք եւ ամեն մի չարեկից հեռու մնացեք։ Դες ինչ ես կուզեմ, որ առաջին եթե մեկին ինչ-որ վիրավորել եմ, կամ ինչ-որ մեկի վիրավորել է, ես իրա փոխարեն կուզեմ այստեղ բոլորից հետ ներողություն խնդրեմ։ Կարող է մեկը առանց հասկանալու, կամ ինքս են կան չունի կարողություն, ինչ-որ մի հատ բան է արել, որ դու ներվել ես։ Ես ուղղակի ներողություն իրա փոխարեն կխնդրեմ, որ եթե ես եմ արել, ես ներողություն կխնդրեմ։ Ու գրված է իսկ ինքը խաղաղության Աստվածը հենց ինքը թող լուսավորե մեզ ամբողջությամբ, մեր հոգին, մեր շունչը եւ մեր մարմինը, որպեսզի կատարյալ լինեն։ Խնդիր չլինի մինչև Հիսուս Քրիստոսի գալը։ 24 խոսքը հավատարիմ է մեզ կանչողը, որը այս ամեն բանը ինքը կանի։ Դες ինչ երբ որ մենք այս խոսքը կարդում ենք եւ այս խոսքը սրտանց մեր սրտերի մեջ ընդունում ենք, ինքը կենտանի Աստծո խոսքը, կսկսե գործել։ Աստված իր խոսքի մեջ է։ Ես ուղղակի մի քիչ շեղված թեմայիցս։ Ուղղակի չգիտեմ, պրոստը ցածից դրվա որ եթե հանգարց մեկիդ ինչ-որ մի հատ կոպիտ վարք ունեցե, ես կուզեմ որ մեկիդ մեծի պես նայեք, ներեք։ Մեկը չի հասկացողել։ Հիսուսն ինչ ասեց, այ ներե, որտեղ չեն հասկանա ինչ կենեն։ Ամեն։ Ասենք մեր առաջվա այդ խոսքին արդարությանը, արդարության զրարը հագնելը։ Շատ ուժեղ խոսք կա, 44-ն է ռուսերենով, հայերենով չեմ իշե, Սաղմոսը այդեմ 45-ն է, 7-րդ խոսքը։ Գրված է դու սիրեցիր արդարությունը, խոսքի Հիսուսին կվերաբերվի, եւ ադեցիր անօրնությունը։ Սրա համար Աստված, իմ Աստված, քո Աստվածը քեզի ուրախության յուղով ոզեց։ Քո եղբայրներից, քո գործընկերներից ավելի։ Ինչի համար, սրա համար, որ սիրեց արդարությունը եւ ադեց անօրնությունը։ Ես կուզեմ այս երկու շաբաթ այս բանի մասին կխոսեմ, ես կուզեմ որ դուք հասնաք ինչ բան է արդարությունը եւ ինչ է անօրնությունը։ Արդարությունը, այն արդարությունը չէ կոմունիստական, որ սաղին հավասար դիբաժենք արդար։ Արդարությունը կա աստվածաշնչյան արդարությունը, սպես է։ Կա մարդկային արդարություն, ես ինչ որ բան եմ անում օրենքից ելնելով եւ եթե այդ բանը հաջողված ստացվա, ես արդարացա։ Դա օրենքից արդարություն է։ Եվ կա աստվածային արդարությունը, որ դու Աստծո խոստմունքին հավատում ես, ես ասում եմ դու բժշկված ես Հիսուսի անունով, ու դու հավատում ես եւ բժշկությունը գալիս է, ու դու արդարանում ես հավատալով Աստծո արդարությանը։ Ոչ թե հավատում ես քո արդարությանը, որ դու անես, ու դու բժշկվես, դու անես եւ ինչ որ բանի հասնես։
մեր գործը հավատալն է։ Աստծո գործն է կատարելը։ Ու Աստծո համար անօրնություն է, զզվանք է, երբ որ մարդը կանարգի Աստծուն, Հիսուսին։ Ու ինքը գուզե օրենքով իր ուժով ինչ-որ բանի հասնի։ Մարդը ինքը ստեղծվել է, արարվել է այն բանի համար, որ Աստծով առաջնորդվի։ Աստված ներգործի իր մեջ, համենելը, համկամենալը Աստծո հաճության պես։ Որ մարդ օրենքներուն կապրի, ինքը զզվելի է Աստծո առաջ։ Մարդկային գործը պետք չի Աստծուն։ Ասեք, համար Հիսուսը սիրեց արդարությունը, Աստծո արդարությունը։ Հիսուսն էր կարիք ունի Աստծո արդարությանը, ոչ թե իմ կամքս, այլ քո կամքդ լինի։ Եվ Աստված փառավորեց իրեն։ Եթե ինքը ինքնուրույն ինչ-որ բաներ, Հիսուս ինքնանով կփառավորվի, Աստծուն ոչինչ այդ բանը։ Հասկանալի է։ Համար Հռոմեացիս 4 գլխի մեջ ասում է մեր հայր Աբրահամ իր մարմնի կողմանի ինչ ունեցավ։ Եթե որևէ բան ունեցավ, բարձանք ունի, բարձրանալու բան ունի, բայց Աստծուն ինչ։ Բայց Աստված կհավանի այն մարդուն, ով որ կհավատա Աստծո խոսքին, եւ այդ հավատքը իրեն արդարություն կհամարվի եւ Աստված գործողություն կանե չհիմնվելով քո կարողությանը։ Համար Աստված օրինակի համար Աբրահամին այնքան տարավ այն բանի մեջ որ Սարային, որ իրենք կարողություն չունեին երեխա ունենալու, բայց խոստմունքը Աստծո։ Աստծո ճշմարտությունը ինքը փոխում է բոլոր փաստերը։ Փաստերը իրանք ծերացել էին, փաստերը երեխա չէին կարող ունենալ, բայց ճշմարտությունը կենտանություն բերեց։ Հասկանալի է, նույնը Աստված այսօր գուզում է մենք այդ հավատքը գործածենք, այդ հավատքով ապրենք։ Ոչ թե քո ուժով, ոչ թե քո կարողությամբ, այլ հավատքով ապրես։ Հասկանալի է, շատ կարևոր բաներ մենք ասնանք։ Համար օրինակ եկսե դու Հիսուս ջան, դու արդարությունը սիրեցի, դու սիրեցի որ հայրդ քեզի արդարացնե։ Ես որևէ բան չեմ անում, եթե հոր մոր չտեսնեմ Հիսուսի խոսքերն են։ Եվ դու անօրնություն, այսինքն մեր մարդկային գործը անօրնություն է, ադեցիր։ Դրա համար քո Աստվածը քեզ ուրախության յուղով ոզեց։ Ավելին քան քո եղբայրներին։ Ինքը մեր անդրանիկն է, մեր առաջնիկն է, ինքն է մեր օրինակը, ինքը ավելին է օծվել, ինքը ավելին է հավատարիմ եղել։ Հարցակում կար իր վրա։ Ինքը ամեն բանից գրված է փորձվավ, բայց մեղ չգործեց։ Մնաց Տիրոջ իր հոր կամքի մեջ։ Համար մենք Տիրոջ կամքի մեջ լինենք։ Համար արդարություն բառը մի մտածեք հավասար բաժներն է։ Արդարություն են չէ որ դու մարդկային գործոն ես ինչ որ արդար բան։ Արդարություն են որ դու Աստծո խոսքին կհավատաս։ Համար Եսայի 40 մի քանի հատ համար եմ դուրս գրել։ Եսայի 42-րդ գլխի 6-րդ խոսքի մեջ գրված է. Ես Տերս քեզ կանչում եմ իմ արդարությանը։ Ոչ թե քո արդարությանը։ Ես քեզ կանչել եմ, որպեսզի դու իմ արդարությունով ապրես, որպեսզի ես քեզի արդարացնեմ։ Որ ինչ որ մի բան անես, մենք ասես, վայ Աստված ջան, ինչ է ստացվա։ Ես քեզի հավատացի ու դու երեցիր։ Ուզես որ անձրև կա։ Սա Տեր ջան, անձրև դուր։ Ես հավատամ որ դու իմ սրտի ուզածը կկատարես։ Ու անձրև եկավ։ Դու քո ուժով չէիր կրնայիներ, բայց Աստված արդարացրեց քեզի։ Ու նման լիքը բաներ Աստված գոզոր դու ջրերի վրայով քայլես։ Տեր, եթե դու ես հրամայե գան ոտով ջրի վրայով։ Ու Պետրոսը գնաց, բայց երբ որ սկսեց ջրերին նայել, իր մարդկային կարողությանը ինք դնել, ես աննորմալ բան է։ Ես չպետք է ջրերի վրայով քայլեմ։ Ինչ եղավ։ Սուզվավ։ Հիսուս թեպետ եկավ բռնեց իրեն, բայց ցույց տվեց որ քո հայացքը դզնից մի թեքե, ընձին նայ։ Հավատացյալը եթե պետք է այդպես չապրի, այսօր լիքը կան։ Ես ոչ թե բամբասանքով կզբաղվեմ, ես եմ լիքը կան, որոնք որ ուժանց ուժով մի բան կեն ցեն Աստված տվեց, չէ։ Երբ որ դու չես կռնա ու Աստված կուտա, այն ժամանակ իր փառքը կերևա։ Ինքը դուրս կսպասե։ Եսայի 45:8 գրված է կրապիցի նебеса свыше, այսինքն սրսկեցեք երկնքներ վերևիցը։ Սրսկեք մեր ժամանակն է ինչ խորանի մեջ, այսպես խոդեր կային, խոդերը կվեսնեն, արունը թաթախեին ու այսպես սրսկեին։ Սրսկեցեք երկինքներ վերևիցը։ Եվ թող ամբերը արդարության անձրև բերեն երկրի վրա։ Երկինքը ինքը արդարության անձրև կբերե։
եւ կսե երգիրը թող բացվի եւ փրկություն շնորհի մարդկանց։ Այս խոսքերը պետք է մենք ճիշտ ձևին գալենք հասկանալ, որ Աստված կուզե իր արդարությունը բերել քո կյանքի մեջ։ Ոչ թե քո արդարությունը, ոչ թե քո ուժով, ոչ թե քո կարողությունով, այլ իր զորությունով, իր կարողությունով։ Նման ենք մենք հավատացյալներ։ Եսայի 46-ի 13-ը ասես մոդեցրել եմ քեզ իմ արդարությունը։ Նա հերու չէ եւ իմ փրկությունը քո կյանքի մեջ չի ուշանա։ Այս խոսքերը զորավոր են, այս խոսքերը գանձ են։ Այս խոսքերը դες ինչ կա կյանք տվող է, մեկ ընկած եղավ այս խոսքը կարտա, այս խոսքը առավոտ իրգուն կարտա ինքը կսկսեք գործել քո կյանքի մեջ։ Իսկ Եսայի 57-ի 12-ի մեջ Աստված ասում է ես ցույց կտամ քեզի քո արդարությունը եւ քո գործերը, որոնք որ քեզի օգուտ չեն տա։ Աստված ցույց է տալիս մեր գործերը, մեր արդարությունը եւ ասում է տես ուր հասար։ Տես ինչ եղավ քո գործերով։ Թող Աստված գործե քո մեջ։ Ես ուզում եմ մենք եկեղեցի լինենք, Աստծո ժողովուրդն ենք, որոնք որ ջրերի վրայով կքայլենք, հավատքով կապրենք։ Ոչ թե մարդկորեն ուժով ինչ որ բան անենք, ասենք շատ լավ է։ Աշխարհի մեջ լիքը մարդիկ կան, որ փողել ունին, ամեն ինչ էլ կստեղծեն փողով, եսի ինչով։ Մերը ուրիշ է, լսեք։ Մենք պետք է Տիրոջ արդարությունով ապրենք։ Տիրոջ արդարությունը հագենք։ Մի օր աշակերտները Հովանու 6-րդ գլխի մեջ է գրած 28 խոսքը 29։ Հիսուսին ասեն, ինչ անենք, որ Տիրոջ գործը անենք։ Ինչ պատասխանեց Հիսուսը, հիշում եք։ Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, ում որ ինքը ուղարկել է։ Տիրոջ գործը ոչ թե ինչ որ բան գործելն է, այլ իրեն հավատալն է։ Դու հավատա գործը ինքը կենե։ Դու հավատա ինքը գործը կենե, լսե։ Դու հավատա, որ դու երեխա կունենաս, գործը ինքն է նողը։ Դու հավատա, որ փող կունենաս, գործը ինքն է նողը։ Դու հավատա, որ դու առողջ ես, գործը ինքն է նողը։ Լսես։ Էս է Աստծո արդարությունը, որ դու չարտարանաս այնտեղ, չես ես երեցի, ինչը խոսքը կսե, չէ, երբ որ քեզի մցրի քանի երգիր, կատ եւ մեղր բխող երգիր, հանգարց չսես, որ իմ բազուկս, իմ ուժովս այս բաները ունեցա։ Աստված կսե իմ փառքս ոչ մեկին չեմ տա, ինքը գուզե փառավորվի քո կյանքիդ մեջ։ Հպարտ մարդն է կսե, ես, ընձի։ Ամեն բան, իրանից է, իրանով է, իր փառքի համար է, ու այս բանը աշխատում է։ Վան հովին օրիգել էր գնացինք, մեր տունը մնաց գիշերը շաբաթ օր, ահագին զրուցեցինք, ու բաներ գիտեսենք, վագը կպատմեի մասին, թե ասենք ինչեր կկատարվի, մյուս աղբերներ կպատմեն։ Կսե գիտես, ամեն բան ինչ որ կպես դու կենես, սաղի մոտը չի աշխատի։ Ոսի կաշխատի։ Ուղղակի երկմիտ մարդը թող չսպասի, որ Աստծոց մի բան կստանա։ Հավատա ու մի վախեցի ու հավատա։ Աստված հավատարիմ է։ Աստված հավատարիմ է իր խոսքին։ Աստված հավատարիմ է, ինքը չի կանչել մեզի խաբելու, ինքը կանչել է, որպեսզի մեզի արդարացնելու իր արդարությունով, իր ուժով եւ իր կարողությունով, համար ինքը օծություն է տվել։ Ինչ օծություն է տվել, ուրախության յուղ է տվել մեզի, որպեսզի դու ուրախությունով առաջ եշտաս։ Տիրոջ գործը գործելը իր որդուն հավատալն է։ Ուղղակի Աստծո խոսքը մենք ճիշտ ձևի կարդանք պետք է։ Կարդացել եք, որտեղ գրված է նեղ դռներով գնացեք, ոչ թե լայն։ Գնացենք նեղ դուրը հավատքն է։ Հավատքը նեղ դուր չէ։ Նեղ դուրը օրենքն է։ Ու Հիսուսը գխոսա։ Հիսուսը եկավ, որպեսզի ինքը ավելի խստացնի։ Եթե մեկը շնություն գործը, արժանի ես բանի, բայց ես կսեմ, եթե աչքով նայես, դու արդեն բանը գործել ես, ինչ երեց։ Հարցին լուծում տվեց, չէ։ Մեկը չի կարա չնայե։ Ինքը ավելի օրենքը խստացրեց, որպեսզի մարդը կհազնվի, Տեր ջան, էլ չեմ կրնա։ Լսեք, ցավ եթե քո աչքդ քեզի կգայտագղե, աչքդ հանե ավելավ արկայության մեջ բնիս մի առած մի աչքի, քան գեն էշտաս երկու աչքով։
Հարցի լուծում է, հարցի լուծում չէ։ Բժշկություն չկա այս խոսքերի մեջ։ Եթե քո աջ ձեռքդ քեզի կգայթակղի, քիչ կտրե ձեռդ։ Ավելի լավ արքայության մեջ մտնես մեծ ձեռով, քան երկու ձեռքով գեհենի մեջ։ Ես Հիսուսը օրենքը խստացրեց, ոչ թե բանկը խոսարը մենք այդ օրինակ վերցնում։ Ոսո շմարտիկ վերցրած այդ բանը քարոզեն գա։ Լսեք։ Եզեկիելի մեջ Աստծո քսես ձեզի նոր սիրտ եւ նոր հոգի տիտամ։ Դի վերցնեմ ձեր հին քարեղեն սիրտը։ Ի՞նչն է քարեղեն սիրտը։ Օրենքը։ Ես ազնով դի պոգեմ հանեմ էդի։ Եվ մարմնեղեն սիրտ տիտամ։ Նանկամ հովնի հետ կխոսայինք, ուսեցիք դες ինչ կա, Աստված մեր հին հոգին վերցրել է մարդկային հոգին եւ նոր հոգի է դրել։ Նանկամ Հակոբը, սա ճիշտ է, գրած է։ Նանկամից հիշեց։ Ինքը մեր հին մարդկային հոգին վերցրել է, իր աստվածային հոգին է դրել։ Մարդկային հոգին չի կրնա հավիտենությունը ժառանգել։ Ես վերցնեմ ձեր միջից հին հոգին եւ նոր հոգի կուտամ։ Ինչի համար։ Որտեւ Աստված գիտեմ է բան, որ պտուղները իշքան գուզես կդրե իշքան բաները արմատ գոյություն ունի։ Պտուղը արմատից կուկա։ Համար Հիսուսը որ թզենուն տեսավ ինչ երեց։ Անիծեց որ արմատից սկսած չորացավ։ Դու իշքան գուզես պտուղները վերացրա։ Մի բամբասե, մի չարախոսե, մի հայոյե, մի ծխե, մի երա, բայց արմատը կա որ բաները կենը, չէ։ Իսկ Աստված ինքը արմատախիլ երեց այդ արմատը մեր միջից։ Եվ նոր հոգի եւ նոր սիրտ դրեց։ Ուղղակի այդ սիրտն ու հոգին պետք է ակտիվացնենք Աստծո խոսքի միջոցով, ել դու այդ գործողությունները չես կատարել։ Հասկանալի է։ Բժշկությունը արմատը բժշկելն է, ոչ թե պտուղների պայքարելը։ Այ քուր ջան, այ աղբեր ջան, դու սպես բանկ ենես, գնալ չնես։ Եոր կշտա գրշտա գնային է, այստեղ դու ինչի համար կենես, դու պիտի աշխատես ցույց տաս, որ դες ինչ կա։ Արմատը պիտի դուս կա։ Արմատը պիտի հելնի։ Այսօր մենք լիքը հիվանդություններ ունենք, որ ծերեքի չեն, չէ՞։ Ու պայքարենք այդ հիվանդության դեմ, չմտածելով որ այդ հիվանդությունները ունին արմատներ։ Դի արմատը գտնես, արմատը գդար, բժշկիր արմատը, այդ հիվանդությունները բոլորը կվերանան, ճիշտ է։ Ես այսօր մի հատ խոսք եմ վերցրել, շատ ուժեղ խոսք, որովհետեւ այդ արմատը վերանա ու չորնա։ Ոչ մարկանական խոսք եմ վերցրել։ Դες ինչ մենք կրնանք տարբեր ձևի խոսանք, անիծենք արմատը Իշխոր Հիսուսը, բայց մի հատ հզոր մի հատ խոսք եմ վերցրել։ Որովհետեւ Աստված ինք կոնկրետ խոսք ուզում։ Եզի տա։ Երկրորդ Սաղմոս առաջից 4-րդ խոսքի մեջ գրված է. խավարի զորությունները, հիվանդության զորությունները, չբերության զորությունները, այսին հիվանդության տարբեր զորությունները, կռվի զորությունները, բաժանման զորությունները, բոլորը հարձակվել են մեր Տիրոջ եւ նրա ուձյալի վրա։ Ով է նրա ուձյալը։ Դու ես։ Բայց երկնքում բնակվողը նրանց վրա կխնդա, կծիծաղի։ Լսեք։ Բայց երկնքում բնակվողը նրանց կծաղրե։ Լսեք, ուրախությունը իմ հաղթությունն է։ Բոլոր հիվանդություններիվա կրնաս ծաղրես։ Դու իմ բաժինես չես։ Երբ որ դու գրգել ես այդ հիվանդությունը, եթե դու գրգել ես այդ խնդիրը,